Թրամփի բոցը Պուտինին առաջարկում է միջնորդ դառնալ Իրանի եւ Իսրայելի միջև։ Ասում է, երբ Պուտինը զանգեց եւ ջերմորեն շնորհավորեց ծննդյանս օրը, բավականին երկար զրուցեցինք Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին, եւ քանի որ նա երկու կողմերի հետ էլ ունի լավ հարաբերություններ, կարող է հիանալի միջնորդ դառնալ։ Առաջին հայացքից սա նման է հումորի, ոմանց համար անընդունելի եւ վրդովեցուցիչ է։ Բայց իրականում ամերիկացիները հերթական ձիով քայլն են կատարում։ Իրոք Պուտինը Նեթանյահուի գործընկերն է, միասին բազմաթիվ մութ ծրագրեր են իրականացրել։ Ուկրաինա, Սիրիա, Ղարաբաղ, վերջապես Ռուսաստանը հանդես գալով իբր Իրանի դաշնակից մշտական Իրանի շահերին դեմ է գործել։ Հիշենք S-300 հակաօդային համակարգերի գործարքը, երբ ռուսները պարսիկների հետ գործարքը փաստացի կնքեցին, գումարը ստացան, բայց համակարգերը այդպես էլ չտվեցին։ Կրկին հիշենք 2020 թվականին լուսաբանված Իրանի այն ժամանակվա ԱԳ-նախարար Զարիֆի հանրահայտ հարցազրույցը, որում նա խոստովանել էր, որ ռուսները եւ չինացիները ձևական առումով հանդես են գալիս որպես Իրանի դաշնակիցներ, բայց միշտ գործում են Իրանի դեմ։ Արդյունքում Իրանը իր հարաբերությունները սրում է Արևմուտքի հետ, չնայած կարող է համագործակցել։ Զարիֆը խոստովանել էր, որ իրեն զսպել չի կարողացել եւ փողոցային հայհոյանքներ օգտագործելով այդ մասին ուղիղ ասել էր Լավրովին։ Եվ այժմ Թրամփը Պուտինին Իրանի եւ Իսրայելի միջև միջնորդի դեր առաջարկելով փաստացի ասում է. դուք իրար շատ լավ եք ճանաչում, 1000 տեսակ բողկեր եք կերել միասին, 2020 թվականի ընտրություններից առաջ ինձ խաբեցիք, գնացեք լեզու գտեք։ Չինաստանի ռեակցիան նույնպես հետաքրքիր է։ Չինացիները ձևական զսպողական կոչեր են անում, չնայած պետք է որ իրենց վաղեմի ճակերտավոր դաշնակից Իրանին պաշտպանեին։ Կրկեսային ժանրից է Պակիստանի դիրքորոշումը, որը սպառնում է միջուկային զենքով պատասխանել, եթե որևէ երկիր միջուկային զենքով Իրանին հարված հասցնի։ Միանշանակ է, որ Իրանի տարածքում դիվերսիոն գործողությունները առանց Պակիստանի եւ Ադրբեջանի տարածքների եւ այդ երկրների իշխանությունների համաձայնության տեղի չեն ունեցել։ Եվ ուրեմն Թրամփի քայլը շատ տեղին է։ Թող Պուտինը միջնորդ դառնա իր եղբայր Նեթանյահուի եւ դաշնակից Իրանի միջև։ Կարելի է ներգրավվել Էրդողանին եւ Ալիևին, վկայի կարգավիճակով նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Ամերիկան երբեք Իրանը չի զոհաբերի։ Այդ երկրների միջև շատ խորքային կապեր կան։ Հակառակ դեպքում Իրանը վաղուց քարտեզի վրա չէր լինի։ Իսրայելը Իրանին հաղթելու նույնիսկ 1% շանս չունի։ Օդից հարվածներ հասցնելը մի բան է, երկիրը գրավելը այլ բան։ Այդ կերպ Իրանում ռեժիմ փոխել նույնպես չի ստացվի։ Ուկրաինական պատերազմը հաստատում է այս կարծիքը։ Իսկ Իրանը Ուկրաինա չէ, ավելի հզոր եւ կայացած երկիր է, որը տիրապետում է տարածաշրջանի վրա ազդեցության ահռելի գործիքակազմի։ Հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Հայաստանին ներսից ուժեղանալ է պետք։ Ամեն ինչ կարող է զարգանալ մեր օգտին։ Դրանից օգտվելու համար պետք է համապատասխան ուժ ունենանք։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Չնայած Իրանի դեմ հարձակման քարոզչության շատ բարձր նոտաներին, իսրայելական մամուլը ստիպված է խոստովանել, որ երկրի ռազմաօդային ուժերից տևական ժամանակ կպահանջվի, որպեսզի շերտ առ շերտ հաղթահարի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների ինչպես բնական, այնպես էլ ռազմական պաշտպանվածությունը։ Միայն այդ դեպքում է հնարավոր Իրանի միջուկային ծրագրին իրական վնաս հասցնել։ Ամերիկյան թափանցող ռումբերը, որ աշխարհում հազվագյուտներից մեկն են, կարող են էականորեն կրճատել ժամանակը եւ ավարտին հասցնել այդ խնդիրը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը կանաչ լույս վառի այդ նպատակի առջև։ Երկրի անվտանգության համակարգի պաշտոնյաներից մեկի տեսակետն է փոխանցել իսրայելական Vestigo.il կայքը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ իսրայելցի պաշտոնյաները եւ նրանք, որ անվտանգության ոլորտում երկարամյա ծառայության փորձ ունեն, համոզված են, որ Իրանի միջուկային ծրագրի իրական ոչնչացումը պահանջում է բոլոր օբյեկտների, ամենից առաջ Ֆարդոյի խոցումը։ Ըստ աղբյուրների, դրան կարելի է հասնել հիմնականում ԱՄՆ-ի օգնությամբ, ամերիկյան B-2 եւ B-52 ծանր ռմբակոծիչների եւ հսկայական ռումբերի միջոցով, որ Իսրայելը չունի։ Եթե ԱՄՆ-ն չհասցնի այդ եզրափակիչ հարվածը, ապա Իսրայելում հույս ունեն, որ սեփական կոմբինացված հնարավորություններով կարող են տարիներով հետաձգել Իրանի միջուկային նախագիծը կամ պարտադրել, որ Թեհրանը համաձայնի Իսրայելի համար ավելի նպաստավոր համաձայնագրի։ Փորձագիտավելուծաբանական այս տեղեկատվությունը տարածվել է, երբ հայտնի է դարձել, որ Իրանը համաձայն է ստորագրել միջուկային զենքի տիրապետումը բացառող համաձայնագիր, բայց պայմանով, որ կպահպանվի խաղաղ նպատակով ուրանի հարստացման իր իրավունքը։
Իրանի արտգործնախարարի այդ հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահի սպառնալիքին, որ Իրանի համար ավելի վատ կլինի, եթե խնդրի բանակցային կարգավորման հնարավորությունը բաց թողնվի։ Ըստ էության, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն տեղեկատվական արտահոսքի միջոցով Միացյալ Նահանգներին հորդորել է վերջին եւ ամենավճռական հարվածը հասցնել եւ Իրանին զրկել միջուկային նախագծից։ Թրամփը կստանձնի իսրայելա-իրանական պատերազմի արդեն ֆորմալ պատասխանատվությունը։ Ամերիկյան ռմբակոծիչները կհարվածեն Իրանի միջուկային օբյեկտներին։ Նյութի աղբյուր առաջին AM։ Իրանը եւ Իսրայելը պետք է գործարք կնքեն եւ նրանք դա կանեն, ինչպես ես գործարքի հասա Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, օգտագործելով առևտուրը ԱՄՆ-ի հետ, որպեսզի բանականություն, միասնություն եւ ողջախոհություն բերեմ երկու մեծ առաջնորդների հետ բանակցություններին, ովքեր կարողացան արագ որոշում կայացնել եւ դադարեցնել հակամարտությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ավելացրել է, որ այդպես մի շարք այլ հակամարտությունների սրացում թույլ չի տվել կամ կանխել է բռնկումը։ Մերձավոր Արևելքը կրկին մեծ դարսնենք, ասել է Թրամփը իր նախընտրական կարգախոսի տրամաբանությամբ։ ԱՄՆ նախագահը անշուշտ պատկերացնում է, թե իր քաղաքական ապագայի համար ինչով է հղի Իրան-իսրայելական լայնածավալ պատերազմը, որը կարող է վերաճել ռեգիոնալ մեծ պատերազմի, ինչի մեջ ներքաշվելուց անմասն չի մնա նաև ԱՄՆ-ն։ Անկասկած է, որ խաղաղության օրակարգով իշխանության եկած Թրամփի քաղաքական մրցակիցները լիուլի նրա դեմ են օգտագործելու մերձավոր արևելյան պատերազմը։ Բայց եթե Թրամփը իզորու է որևէ համաձայնության հասնել Իսրայելի եւ Իրանի միջև, ինչու թույլ տվեց այս բռնկումը։ Իրանն է զիջելու իսրայելական հարվածներից հետո կորստելով իր ռազմական ղեկավարության մի զգալի մասին եւ ունենալով ռազմաարդյունաբերական եւ տնտեսական ենթակառուցվածքների կորուստներ, թե զիջելու է Իսրայելը, որը չնայած հարվածներին այդուհանդերձ չի կարողացել էական վնաս հասցնել Իրանի միջուկային ծրագրին, քանի որ չունի խորքային հասանելիության ռումբեր։ Տեղեկություն հրապարակվեց, որ Իսրայելը դիմել է ԱՄՆ-ին այդպիսի ռումբեր տրամադրելու կամ հարվածներին միանալու համար, բայց Թրամփը մերժել է։ Սպիտակ տունը տարածեց հայտարարություն, որ իրականությանը չի համապատասխանում այն, որ ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել այդպիսի աջակցությունն Իսրայելին։ Պետք չէ բացառել եւ այն, որ թե Իրանը, թե Իսրայելը կարող են պատկերացնել, որ չունեն մեկը մյուսին հաղթելու հնարավորություն եւ կամ կարող են հայտնվել փոխադարձաբար քայքայիչ պատերազմի մեջ, կամ պետք է ապավինեն ավելի խոշոր խաղացողների միջոցով որևէ պայմանավորվածության։ ԱՄՆ նախագահը խաղաղության մասին խոսում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում Ռուսաստանը հիշեցրել է իր ինչ-որ առաջարկի մասին, դեռևս մինչև Իրանին ուղղված Իսրայելի հարվածները, ասելով, որ այդ առաջարկը կարող էր ընդունելի լինել բոլոր կողմերի համար։ Արդյոք մինչ այդ դա մերժած ԱՄՆ նախագահը վերադառնում է այդ առաջարկին, զգալով, որ հակառակ պարագայում էսկալացիայի ծավալումը կարող է լրջորեն հարվածել իր քաղաքական դիրքերին։ Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ թերևս շահագրգռված կլինի այդ դիրքերի թուլացումով, բայց ոչ Թրամփի տապալումով։ Մինչ Թրամփի հետ հեռախոսազրույցը Պուտինը խոսել էր Իրանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հետ, դատապարտելով Իսրայելի հարվածը, բայց հայտնելով միջնորդության պատրաստակամություն։ Միաժամանակ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել էր, որ երկուսով էլ կողմ են Իրան-իսրայելական պատերազմ թույլ չտալուն, բայց ինքը Պուտինին հիշեցրել է, որ պետք է դադարի նաեւ ուկրաինական պատերազմը։ Դա պարզապես հանրային տպավորության համար ասված խոսք էր, թե ակնարկ հնարավոր փոխանակման որևէ տրամաբանության մասին դժվար է միարժեք ասել։ Նյութի աղբյուր առաջին AM։